Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն, գրող հրապարակախոս Ռուզան Առաքելյանը։ Բարև ձեզ, Տիկին Ռուզան։ Անչափուրախ եմ, որ հնարավորություն ունենք ներկայացնելու համազգայինի ընթացիկ ծրագրերը։ Իհարկե ամառ է, սակայն համազգայինի համար տարբերություն չկա, ամառ ձմեռ, գործունեությունը միշտ աշխուժ է, միշտ տարատեսակ ծրագրերով է։ Ներկայանում համազգայինի Երևանի գրասենյակը իսկապես շատ բազմաճյուղ են գործունեության ուղղությունները, փորձենք ներկայացնել այս պահին ինչ է անում համազգայինը հենց այս պահին եւ անդրադառնանք նախորդող եւ իհարկե հետագա ծրագրերին։ Շնորհակալ եմ, սիրելի Վահագ, այս առիթը ընծայելու համար, որովհետեւ այս մթնոլորտում հայաստանյան համազգայինի մասին ցավոք սրտի չենք կարող ուրիշ տեղ խոսել եւ այս առիթը ինձ համար իսկապես հրաշալի առիթ է ասելու, որ համազգայինի Հայաստանի գրասենյակը իր գործնեությամբ շատերի գնահատմամբ գրեթե նախարարության մակարդակի գործնեություն է ծավալում։ Այս պահին մենք պատրաստվում ենք Կիրակի օրը նշելու Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1665-ամյակը Օշականում եւ հրաշալի զուգադիպությամբ այստեղ է նաեւ ուսանողական համազգայինի ուսանողական հավաքի երիտասարդները, որոնք տարբեր երկրներից այս պահին Հայաստանում են գտնվում, մենք միասնաբար Օշականում նշելու ենք մեր մեծերից մեկի, կարելի ասել ամենամեծի հայոց պատմության Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1665-ամյակը, այնտեղ լինելու է դասախոսություն Տառերի գյուտի մասին ու նաև գեղարվեստական մաս ենք նկատի ունեցել, մեր օպերային երգիչներից մեկը պիտի Մաշտոցի շարականները կատարի։ Կարծում եմ սա նախադեպ է, որպեսզի մարդիկ իմանան, որ այո, Մաշտոցն էլ ինքը իր կենսագրության մեջ շատ բազմաժանր գործունեություն է ծավալել, նույնիսկ շարականներ ունի։ Ես ուզում եմ առանձնահատուկ նշել մեր տպագրած երկու գրքերի մասին։ Այս տարվա, այո, մենք տարին սկսեցինք Նիկոլ Աղբալյանի գրքի հրատարակության շնորհանդեսով առաջին հատորն է տպագրվել Գրականության ինստիտուտի հետ համատեղ ենք այս գործունեությունը անում Գրականության ինստիտուտը նախատեսել է ակադեմիական 7 հատորյակ տպագրել Նիկոլ Աղբալյանի գործերի, կյանքին վերաբերող, արխիվային բազմաթիվ փաստաթղթեր, որոնք առաջին անգամ պիտի տպագրվեն, շնորհանդեսը արեցինք եւ նաեւ մենք խոստացանք մյուս հատորյակները, եթե հնարավորություն լինի համազգայինը ունենան նյութական հնարավորություն, անպայման նորից միասնաբար Գրականության ինստիտուտի հետ տպագրելու ենք հաջորդական հատորները։ Ծավալուն աշխատանք է ստացվել, գրեթե 800 էջ։ Այո, երկրորդ եւ երրորդ հատորները արդեն կարելի ասել պատրաստ է, ասեմ, որ այս հատորյակների մեջ օգտագործվում են, ինչպես ասացի քիչ առաջ, գրեթե մինչ օրս չտպագրված փաստաթղթեր, որոնց մեծ մասը բերվել է եւ բերվելու է համազգայինի արխիվից, Բեյրութում գտնվող համազգայինի արխիվից։ Տեսեք, շատերի կարծիքով այսօր գիրք կարդալը, այսպես ասած, մոդայիկ չի, բայց ես ձեզ հավատացնեմ, որ այն գրքերը, որոնք որ մենք տպագրում ենք, շատ մեծ պահանջարկ ունեն, շատ մեծ, համենայն դեպս հայաստանյան իրականության մեջ, երբ որ մենք հայտարարություն ենք դնում, որ այսինչ գրքի շնորհանդեսն է, հարյուրավոր մարդիկ, անհատ մարդիկ ու նաև գրադարաններ դիմում են մեզ ունենալու այդ գրքերը
Եվ դուք արդեն գիտեք, մեկ անգամ Վահագ ջան հարցազրույց արել ենք 100-ամյակ 100 բանաստեղծություն համազգայինի այդ խորագրի հետ կապված։ Այս տարի այդ խորագրի ներքո տպագրեցինք Զարե Խրախունուն, պոլսահայ գրող, շատ նշանավոր գրող, 100 բանաստեղծություն։ Ցույց տանք նաև այդ գիրքը։ Ինչու ենք մենք այս խորագիրը դարձրել արդեն մեր սեփականությունը, այսպես ասած, որովհետև առիթ է եւս մեկ անգամ մեր նշանավոր գրողներին 100-ամյակի առիթով ներկայացնել հանրությանը, ընթերցողներին իրենց ստեղծագործություններով ոչ միշտ է պատահում, որ մենք օգտագործում ենք նաև անտիպ գործեր, որովհետև շատ պարզ պատճառով այդ մարդիկ գրեթե անտիպ գործեր այլևս չունեն։ 100 տարվա ընթացքում տպագրվել են բազմաթիվ գրքեր։ Իսկապես հետաքրքիր է 100 բանաստեղծություն եւ սա նաև բացահայտում կլինի հայաստանյան իրականության համար, որովհետև վստահաբար որքան էլ որ Սփյուռքում հայտնի հեղինակ, այնուամենայնիվ Հայաստանում ոչ այնքան հայտնի եւ պետք է իսկապես այս աշխատանքը դարձնել շարունակական, քանի որ գիտեք, այս անջրպետը, որ ձևավորվել է, առաջացել է նաեւ Սփյուռքի եւ Հայաստանի մշակութային գործիչների միջև պետք է այս տարբերակով նաեւ վերացնել։ Այս տարբերակով է պետք մոտեցնել, մերձեցնել։ Իսկապես հրաշալի աշխատանք է, Տիկին Ռուզան, եթե թույլ տաք կարճ հատված ներկայացնեմ Խրախունում։ 2 տարի առաջ էր, ինչպես ամեն կաղանդի քերթված մգրեր էի, տոնազանգ, որ կտրատված, կրճատված ու փոխված քանի տեղ լույս տեսեր էր վերջին տողերն այս ձևով։ Ծառին վրա փոքրիկ նախշուն զանգակիկները բոլոր կթրթռան, կդողդողան, կթրվռան, արդեն իսկ ղողանջողը հեռավոր։ Հետաքրքիր է, իսկապես հետաքրքիր է եւ արժե որ հնարավորինս շատ տարածվի։ Այո, մենք հնարավորինս արդեն տարածել ենք, ասեմ, որ գրքի շնորհանդեսին ներկա էին նաև զավակները, աղջիկը, որ Փարիզից էր եկել, տղան Շվեյցարիայից եւ ուղղակի հիացած էին այն մթնոլորտով, որ ստեղծվել էր Զարե Խրախունու շուրջ։ Մեր ձեռքին ունենք մեկ այլ աշխատություն Դավիթ Գասպարյանի Եղիշե Չարենցի գրական քաղաքական աղերսները։ Սա նույնպես համազգայինի Երևանի գրասենյակի նախաձեռնությունն է։ Այո, այստեղ տպագրված հոդվածները, այսպես ասեմ, կամ ուսումնասիրությունները փաստում են այն մասին, որ Եղիշե Չարենցը ոչ միայն տաղանդավոր բանաստեղծ էր, այլ մարդկային հարաբերությունների մեջ բացառիկ ազնիվ անհատականություն, դա վկայում են բոլոր այն մարդկանց հետ հանդիպումները, որտեղ այստեղ որոնց մասին այստեղ արդեն կա Նիկոլ Աղբալյան, մնացած մեր մեծերը, որոնց հետ Չարենցը ունեցել է եւ մարդկային հարաբերություններ եւ ինչու՞ չէ նաեւ գաղափարական համադրությունների եւ հակադրությունների արդյունքում մենք տեսնում ենք Չարենց մտածողին, Չարենց հայրենասերին եւ Եղիշե Չարենց ազգային գործին, որին ցավոք սրտի տարիներ շարունակ ճիշտ հակառակն են ներկայացրել։ Իսկապես հրաշալի է այն, ինչ անում է Դավիթ Գասպարյանը, պարզապես հիացնում է։ Հա, սա եւս մեկ գիրք է, որը փաստում է դոկտոր պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի Չարենցի հանդեպ ունեցած բացառիկ վերաբերմունքը եւ այն ինչպես ասեմ, այն բծախնդրությամբ աշխատանքը, որը մենք տեսել ենք տարիներ շարունակ Դավիթ Գասպարյանի տարբեր գրքերի լույս ընծայմամբ։ Նաև Աղբալյան Չարենց կապի մասին է անդրադարձել բնականաբար։ Այո, շնորհանդեսի ժամանակ մենք բոլորս նշեցինք, որ եւ ելույթ ունեցողները եւ նաեւ Դավիթ Գասպարյանն ինքը, որ Աղբալյանն էր, որ հայտարարեց հայ գրականությունը մուտք գործել հանճարեղ
մի գրող, որի մասին վստահ ենք հետագայում շատ է խոսվելու, եւ այդպես էլ եղավ։ Եվ ոչ միայն Աղբալյանի, նաև դաշնակցական շատ գործիչների հետ ունեցել է սերտ համագործակցություն, նաև Աղբալյանի նախարար եղած շատ երկար ժամանակ հակառակն էր անընդհատ տարվում հասկանալի պատճառներով, սակայն կարևոր է, որ գիտական շրջանակները ապացուցում են ճիշտ հակառակը, եւ ես մի գիշեր իմաստուն դարձա։ Տողերի մեջ հայրենի ձեռքը իր առաջին ուսուցիչ Աղբալյանն է։ Չարենցն այդպես է ընծայագրել իր մոսկովյան երկաթորյակի վրա։ Ամենամեծ գնահատականը։ Հա, գիտեք նաև, որ նախարար եղած ժամանակ նա աշխատեց նաև Աղբալյանի հետ, նախարարությունում էր աշխատում։ Հայտնի պատմությունը կա նաև։ Այո, եւ այս գրքերը, երբ որ համազգայինը տպագրում է, տեսեք, իրենք որպես գիրք արդեն պատրաստի, հանձնվում են գրադարաններին, անհատ մարդկանց են փոխանցվում, բայց այս աշխատանքի ընթացքում, երբ որ մենք տանում ենք աշխատանքը, այս աշխատանքի ընթացքում մենք առնչվում ենք մեր մտավորականների հետ, եւ այդ մտավորականները, ովքեր որ արդեն մոտիկից ծանոթ են լինում համազգայինի գործունեությանը, իրենք նաեւ գալիս են համազգայինի շուրջ, եւ այսօր մենք հայաստանյան մտավորականության բացառիկ դեմքերի համազգայնական դարձած մարդկանց ենք տեսնում։ Համազգայինի շուրջ եք համախմբել ոչ միայն հայաստանյան մտավորական գիտական շերտին, այլ նաև Սփյուռքին։ Տեսեք, Վահագ ջան, Հայաստանի մտավորականները իրենք բծախնդիր մտավորականներ են, եւ եթե մենք այսօր համազգայինի այս ընտանիքում մենք չկարողանանք մեր գործունեությամբ մեր դեմքը ցույց տալ, ես չեմ կարծում մեր կողքին կարող են լինել այդ մարդիկ, որ դոկտոր պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, վերջերս ենք գրականության պատմության ինստիտուտում այս գրքի շնորհանդեսը արել, որտեղ ներկայ էին պատմության ինստիտուտի բոլոր պրոֆեսորները, ակադեմիկոսները, այնպես որ դուք լավ գիտեք Հայաստանի մտավորականներին, եթե համազգայինը իր ծրագրերով չարթարացներ այն նպատակները, այն երազանքները, որ Նիկոլ Աղբալյանն ու Լևոն Շանթն էին դրել որպես սկզբունք իրենց գործունեության առանցքում, մենք դժվար թե այսօր կարողանայինք մեր հայ մտավորականներին բերել մեր կողքին։ Տիկին Ռուզան, Նիկոլ Աղբալյան հայ մտքի անխոնջ մշակը համազգայինի Երևանի գրասենյակի կողմից տպագրված երկերի ժողովածուի մեջ կարդում ենք նրա երազանքն էր հին ու նոր օրերի հին ընկեր բարեկամների հետ խնջույքի նստել Երևանում, Հրազդանի ափին կամ Վանի այգեստանում, Բարդիների տակ, կամ Մշոս Սուրբ Կարապետի հովանու ներքո Սասնո լեռների դիմաց։ Նրա երազանքն էր իր երիտասարդ տարիների մտերիմ բարեկամի Ավետիք Իսահակյանի գրական գործունեության 50-ամյակը տոնել ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանում, բայց նրան բախտ չվիճակվեց արժանանալ անգամ իր ընտանիքի տեսությանը։ Այո, Աղբալյանին իմացողները արդեն ովքեր ծանոթ են, կարծում եմ այս գիրքը եւս մեկ անգամ նրանց առջև բացելու է նոր մի Աղբալյանի կերպար, որով իրենց գիտելիքները հարստանալու են։ Տիկին Ռուզան, եւ ունեք առաջիկայում նաեւ նախատեսված գիտաժողով անդրադառնանք այս նյութին, նույնպես Լազարյան ճեմարանի գործունեությանը, իսկապես դարձյալ կարևոր նյութ եւ համազգայինի դիտակետում է։ Այո, այս տարին վստահաբար շատ բեղուն էր համազգայինի Հայաստանի գրասենյակի համար, ամփոփելու ենք Լազարյան ճեմարանը եւ հայ մեծերը խորագրով գիտաժողով, որը աշնանն է տեղի ունենալու, այս գիտաժողովի խորագիրը նույնպես շատ մտածված է, ինչ իմաստով, որ Լազարյան ճեմարանի մասին շատ է խոսվել, որպես կրթական կառույց իր պատմական նշանակությամբ, բայց շատ քչերը գիտեն, որ Լազարյան ճեմարանում մեր մեծերը
ովքեր սովորել են այնտեղ, Լազարյան ճեմարանը ինչ հետք է թողել իրենց կենսագրության մեջ, ովքեր դասավանդել են, օրինակ Միքայել Նալբանդյանը դասավանդել է Լազարյան ճեմարանում, Ռաֆայել Պատկանյանը, այնտեղ սովորել է Վահան Տերյանը եւ հիմա մենք մի զեկույցի հայտ ունենք, որը հենց խոսում է Վահան Տերյանը որպես Լազարյան ճեմարանի ուսանող։ Նաև շատ հետաքրքիր մի արդեն զեկույցման հայտ ունենք Լազարյան ճեմարանի առաջին ռեկտորի մասին, որը մեր պատմության մեջ շատ նշանավոր դեմք է եղել, ցավոք սրտի շատ քչերը գիտեն իրեն, Սերոպե Կարնեցի, որ ինքը իր գործնեությամբ շատ մեծ հետք է թողել։ Ցավոք սրտի, երբ որ մտահղացվեց այս գիտաժողովը, ես հասկացա, որ շատ քչերը գիտեն այս ճեմարանում գործնեություն ծավալած մեր մեծերի մասին։ Ճիշտ է, ճեմարանի մասին գիտեն, բայց մեր մեծերը, ովքեր որ այնտեղ գործնեություն են ծավալել, շատ քչերը գիտեն։ Առաջին ռեկտորը գալիս էր Մխիթարյան միաբանությունից, այնտեղ ուսուցանել էր Մխիթարյան միաբանությունում արդեն ինքը դեմք էր եւ եկավ Մոսկվա ղեկավարելու Լազարյան ճեմարանը որպես առաջին ռեկտոր։ Շատ վստահ եմ շատ հետաքրքիր զեկույց է լինելու եւ առաջին անգամ է, որ մենք Լազարյան ճեմարանի ռեկտորներին պիտի ներկայացնենք։ Այս իմաստով արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել այս խորագիրը, վստահաբար նորից մենք միայն համալսարանի, պետական համալսարանի չենք անելու, մեզ է միացել Ակադեմիայի պատմության ինստիտուտը, գրականության ինստիտուտը, մանկավարժական համալսարանը, գրեթե ամբողջ գիտակրթական մշակութային շրջանակը։ Իսկ դեկտեմբերին մենք մեծ համերգով նշելու ենք Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը, արդեն նախապատրաստական փուլում է, այնպես որ Սիրելի Վահագ միայն հրատարակչական գործունեություն չի ծավալում համազգայինը, նաև մշակութային այլ ոլորտներով մենք նորից ներկայացնում ենք մեր մեծերին, որի պարտքը ունենք մենք եւ պիտի արժանապատիվ այդ գործը անենք։ Տիկին Ռուզան, վստահ եմ, որ տարվա ընթացքում դեռևս նոր ծրագրեր ի հայտ կգան, սա դուք շատ հակիրճ ներկայացրիք, համազգայինի գործունեության շրջանակը ամեն օր է ընդլայնվում, ամեն օր են նախաձեռնությունները, ծրագրերը ավելանում, եւ մենք էլ մեր հերթին Վանաձայնի եթերում կշարունակենք ներկայացնել համազգայինի Երևանի գրասենյակի գործունեությանը։ Շնորհակալություն նաեւ այս համեստորեն սակայն մեծ գործի համար, համեստորեն շարունակում եք անել այն, ինչ որ իսկապես նախարարություններ պետք է անեն, նախարարությունների ծավալ է ենթադրում եւ իսկապես նաեւ ակադեմիական աշխատություններ են ի հայտ գալիս այս ամենի արդյունքում։ Այո։ Բոլոր շրջանակներն է, կրթամշակութային բոլոր շրջանակները համազգայինի Երևանի գրասենյակի գործունեության շրջանակում են Աղբարյանի եւ Շանթի գործի իսկական շարունակողները, այն ինչ պատգամել են մեր երկու մեծերը եւ բոլոր համազգայնականները։ Բարբերաբար կանդրադառնանք, շնորհակալություն հարցազրույցի համար, կներկայացնենք նաեւ արդեն ընթացիկ ծրագրերը առանձին։ Ես էլ եմ շնորհակալ Վահագ ջան, ասեմ, որ կարող եմ ասել, որ միայն Վանաձայնն է, որ հաճախ անդրադառնում է համազգայինի գործունեությանը, ցավոք սրտի հայաստանյան լրատվամիջոցները ինչ պատճառներով, գուցե եւ վերապահում ունենալով հենց իշխանության բարած քաղաքականության արդյունքում քարոզչական մեր քարոզչական աշխատանքները անտեսում են։ Բարեբախտաբար ունենք համազգայինի Facebook-յան էջ, ունենք նաև համազգայինի կայքեջը, որտեղ մենք ներկայացնում ենք մեր գործունեությունը։ Շնորհակալ եմ Վահագ ջան։ Եվ գործն է անմա։ Այո։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն գրող հրապարակախոս Ռուզան Արաքելյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։